Արդյունավճարների մասով մի քիչ այս խղճի հարց է։ Դու եթե թոշակառուին թոշակը չես բարձրացրել 8 տարի։ Ես սենց ասեմ, ինդեքսացիա չի արվել, նույնիսկ այն ինչքան բարձրացրել են, ինդեքսացիան չի փակել։ Ես համարում եմ, որ ուղղակի օրենքով պետք է պարտադրել կառավարությանը, որ ամեն տարի ինդեքսացիա իրականացվի թոշակների։ Ինդեքսացիա նշանակում է ինֆլյացիա դրա չափով պետք է բանանել, հասկանում եք, ինդեքսացիան կարևորագույն հարց է, նույնիսկ դա չի արել։ Եվ այդ ֆոնի վրա 7, 8, 9 միլիոն դրամանոց պարտիավճարներ տա բանի չինովնիկներին, ինչ ասեմ, ես նույնիսկ դժվարանում եմ սրանք գնահատական տալ, որովհետև նորմատիվ լեքսիկայով դժվար է սա ասել։ Ես նաև մենք հետևում ենք արձագանքն ենք տեսնում, թե ինչպիսի արձագանք սա ստացավ մարդկանց մոտ։ Եվ հիմնավորում է հետևյալն է, չէ, որ եթե մենք հիմնավորում հետևյալն է, որ մարդիկ չգնան մասնավոր հատված։ Հա դուք ով ունեք, որ կարող է գնալ մասնավոր հատվածում դիրքավորվել։ Այդ ինչ մասնագետ ունեք, որի կարիքը մասնավոր հատվածը ունի։ Զրո։ Կամ եթե մեծ փող ես տալիս, այդ ինչ մասնագետի համար ես դու այդ փողը, այդ մեծ գումարները տալիս։ 3 միլիարդ դրամ տալ։ Սենց ասեմ, համարում եմ ընտրություններից հետո ով գա իշխանության, առաջի հարցը պետք է այդ կարգի պարտիավճարներ ուղղակի արգելի օրենքներով։ Չի կարող մի մարդ ցած նստի եւ իր ցանկության բաներ բաժանի, փողեր բաժանի։ Ու խոսքը չի գնում միջին օղակի մասին քաղցարայության, հալավ է նրանց։ Խոսքը գնում է վերնախավի օրենքով արգելել նման կարգի փողեր բաժանել։ Սա կոռուպցիայի բան է, ֆանտաստիկ դրսևորում է, օրինականացրած կոռուպցիայի։ Նայեք, մեր մոտ միջին կյանքի տևողությունը, եթե չեմ սխալվում, 78 տարեկան, չէ, 78, 79, մոտարապես այսքան է։ Թոշակառուն անցնում է թոշակի 65 տարեկանից։ Միջին թոշակառուն թոշակ է ստանում 13-14 տարի։ Հիմա այդ ստացած թոշակը, միջին կենսաթոշակը բազմապատկեք եւ դուք կտեսնեք, որ մի հատ ստորագրությամբ նախարարը ստացել է շատ ավելի փող, քան կենսաթոշակառուն ամբողջ իր թոշակ ստանալու ժամանակահատվածում։ Դա դուք խիղճ չունեք։ Թե խիղճը ձեր են բանի հետ մսով ճաշի հետ կերել եք։ Այս է վիճակը։ Ռադար կգամ։ Անիևինյան Թերթեյեմ, պարոն նախագահ, ձեր ուժն ակնկալում